Սեպտեմբերի 22-ից 27-ը Երևանը դառնալու է համաշխարհային լուսանկարչական արվեստի կենտրոն։ Հայ արտ կենտրոնում կանցկացվի լուսանկարչության հեծանները, առաջին միջազգային համաժողովը։ Այս մասշտաբային իրադարձության մասին այսօր խոսելու ենք մեր հյուրի հետ։ Հայ արտ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր, Մշակույթների երկխոսություն կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյան մեր տաղավարում է։ Ողջույն եւ բարի գալուստ մեր տաղավար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Մեկ նախադասությամբ իհարկե հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ մասշտաբային իրադարձություն է սպասում մեզ բոլորիս, եւ կխնդրեի առաջինը հենց անդրադառնանք լուսանկարչության հեծաններ, ինչ իմաստային եւ միգուցե նաեւ փիլիսոփայական իմաստ կա այս անվանման մեջ։ Շատ շնորհակալ եմ հարցադրման համար։ Իրականում երկար մտածել ենք ինչպես թարգմանենք անգլերենից, քանի որ համաժողովի համակարգողը ազգությամբ ամերիկացի է, Քրիստիան Սաբինին է, եւ նախնական տեքստը գրվել էր անգլերեն, եւ հայերենի թարգմանության ժամանակ բավականին երկար ենք մտածել։ Խոսքը գնում է լուսանկարչության հիմնաքարերի, հիմնասյուների, արդիական խնդիրների, մարտահրավերների, պետք էր այդ ամբողջը ամփոփել մեկ բառով, որպեսզի հնչեղ լիներ եւ հայեցի։ Ինչ որտեղ իհարկե նոր բառ չէ, բայց այդքան լայն շրջանառություն չունի հեծանները։ Այո, եւ կարծում եմ այսօր նաեւ այդ հեծաններով մենք նաեւ այդ բառին հաղորդեցինք արդիականություն, որպեսզի մեկ անգամ եւս մտնի մեր բառապաշար եւ շրջանառվի եւ արդեն իսկ արձագանքը ցույց է տալիս, որ լուսանկարչության հեծաններ խորագիրը բավականին լավ արձագանք է ստացել եւ մասնագիտական հանրույթի կողմից եւ արվեստասեր հասարակության կողմից։ Եվ շատ ուրախ ենք, որ այս մտահղացումը հետզհետե կյանքի է կոչվում եւ 2026 թվականին կիրականանա առաջին միջազգային համաժողովը տվյալ խորագրով։ Իհարկե սա ընդհանուր խորագիրն է համաժողովի, սակայն բուն համաժողովը ինքնին ներառում է իր մեջ 6 ենթավերնագրեր, որոնք անդրադարձ են կատարում այսօր լուսանկարչության դերին եւ նշանակությանը, ներառելով լուսանկարչությանը վերաբերող տարբեր խնդիրներ, լինի դա արխիվացումը, թվայնացումը, արդեն իսկ արհեստական բանականության ներգործությունը, համակցումը, լուսանկարչության անալոգային լուսանկարչության եւ արհեստական բանականության, այսպես փորձել ենք այս առաջին միջազգային համաժողովով անդրադարձ կատարել արդիական խնդիրներին կամ հիմնահարցերին, որոնք որ այսօր բարձրացվում են այդ ոլորտի ներկայացուցիչների կողմից, եւ կարևոր նպատակը իհարկե նա էր, որպեսզի համաժողովի շրջանակում, առաջին համաժողովի շրջանակում Հայաստան ժամանեին կարևոր կառույցների ներկայացուցիչները, միջազգային հաստատությունների, որպեսզի նշենք, որ ավելի քան 20 երկրներից կժամանեն։ Այո, շատ ճիշտ է, 20 երկրներից, ավելի քան 20 երկրի թիվ է շատ։ Շնորհակալ եմ շատ, դա մեր բոլորի ձեռքբերումն է, կարծում եմ դա նաև Հայաստանի ձեռքբերումն է, որովհետև այս բոլոր մարդիկ առաջի անգամ են ժամանում Հայաստան եւ այս համաժողովի նախաձեռնության շնորհիվ են առաջի անգամ ժամանելու Հայաստան եւ համաժողովի շնորհիվ նաև ծանոթանալու են Հայաստանին։ Ճիշտ ասած մեզ համար այո, ամենակարևորը նա էր, ես նույնիսկ գեղարվեստական տպագրության բիենալեի ժամանակ հարցազրույցների ընթացքում անընդհատ այդ փաստը նշում եմ, երբ մենք նախաձեռնեցինք բիենալեն, մենք չենք պատկերացնում, որ բոլոր արվեստագետների համար առաջնայինը կլինի Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ Հայաստանի բացահայտումը, եւ հիմա էլ պարզվում է, որ
գրեթե բոլոր մասնակիցների համար կարևորը եղել առաջի հերթին ճանաչել Հայաստանը եւ այցելել Հայաստանը եւ շատ ուրախ ենք, որ Հայաստանի ժամանում օրինակ շվեյցարական Բազել քաղաքի ֆոտոբազել լուսանկարչության ամենաբարձր վարկանիշ վայելող հարթակի համադրողը, շվեյցարական Լոզան քաղաքի ֆոտո Էլիզե թանգարանի տնօրենը Նատալի Հերշդորֆերը, նաև Բուդապեշտի լուսանկարչության թանգարանի եւ լուսանկարչության տան տնօրեն Պետեր Բակին, միևնույն ժամանակ շատ ուրախ ենք, որ մասնակիցներ ունենք Լեհաստանից եւ տարածաշրջանից շատ կարեւոր է, որ արաբական լուսանկարչական հիմնադրամի ընդհանուր արաբական աշխարհի լուսանկարչական հիմնադրամի համակարգողն է եւ համադրողն է ժամանելու համաժողովի շրջանակում հարևան Վրաստանից 2 անվանի լուսանկարիչներ ներկա գտնվելու եւ այսպես ցանկին կարող են ծանոթանալ նաեւ Հայարտ կենտրոնի էջերում եւ սոցիալական հարթակներում եւ իհարկե մենք համաժողովին ընթരാճ կհրապարակենք նաեւ ամբողջական ծրագիրը Շատ ներկայացուցչական պատվիրակություն է, գիտեմ, որ ընդամենը մի մասը նշեցիք եւ այս աշխատանքում, այս մասշտաբային նախաձեռնությունում չկան մանրուքներ։ Ամբողջը շատ կարեւոր է, հատկապես այն տպավորությունը, որը Հայաստանը ընդհանուր առմամբ կթողնի մեր հյուրերի վրա, Սոնա, կարևոր մի հանգամանք, այս նախաձեռնությունը նվիրել եք Հայաստանի Հանրապետության անկախության, դա հոբելյաններից մեկն է 35-ամյակին։ Իսկ վստահ եմ, որ հաշվի առել եք լուսանկարչության բոլոր մանրուքները։ Ինչպես է հենց այս արվեստի, թե ընդհանուր մեր իրականության այս ոլորտը լուսանկարչությունը անդրադառնում պետականաշինության վրա։ Լուսանկարիչը այսօր ուղղակի փաստ արձանագրող է, թե նաև ինչ որտեղ ստեղծող այդ պատմության։ Շատ գեղեցիկ, շատ բովանդակալից հարցեր, շնորհակալություն։ Այո, մտահղացումը եղել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյա հոբելյանի կապակցությամբ, որովհետև լուսանկարչության արվեստի այն ոլորտն է, որի միջոցով նաև պատմությունը վավերացվում է եւ վավերագրվում է։ Եվ մենք ցանկացանք նաև լուսանկարչության համաժողովով նաև այդ մասնակիցներին օտարազգի մասնակիցներին հասանելի դարձնել նաև Հայաստանի պատմությունը, Հայաստանի անկախության լուսանկարների միջոցով, այո։ Իհարկե այդ հարցը, ձեր ուղված հարցը շատ կարևոր է, որովհետև դա կարծում եմ իմ կարծիքն է, որ կախված է լուսանկարչի խառնվածքից կամ ձգտումներից, որովհետև յուրաքանչյուր վավերագրող լուսանկարիչ կարող է նաև միևնույն ժամանակ ստեղծել արվեստի գործ, որը միայն չլինի զուտ վավերացնող փաստ, այլ նաև լինի բարձրաժեք գեղագիտական ճաշակ պարունակող եւ նաև լուսանկարչության հնարքներին տիրապետող պատկեր, որը միևնույն ժամանակ կընկալվի որպես արվեստի աշխատանք, լուսանկարիչը իհարկե կերտում է պատմությունը, դուք շատ ճիշտ եք, որովհետև լուսանկարիչը իր ստեղծած լուսանկարների միջոցով ներկայացնում է այն դիտակետը, որտեղից որ ինքը տեսել է այդ ողջ տվյալ իրադարձությունը եւ այդ իրադարձությունը կարող է ունենալ բազմաթիվ դիտակետեր, կախված է թե որ լուսանկարիչն է լուսաբանում այդ տվյալ իրադարձությունը եւ որ դիտակետից մենք ենք նայում դրան։ Այո, փոխկապակցված է հանդիսատեսը եւ արվեստագետը փոխկապակցված են իհարկե միանգամայն։ Իսկ ինչ սկզբունքով են ընտրվել Հայաստանը ներկայացնող լուսանկարները, ավելի շատ փաստավավերագրական, թե նաեւ գեղարվեստական տեսանկյունից։
Հավանաբար երևի երկուսը մեկում։ Ճիշտ ասած, մենք այդ հարցի շուրջ մտածելով ընտրեցինք հաջորդ Հոբելյանը, որովհետև այս տարի նաև լրանում է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից Գագիկ Հարությունյանի 80-ամյակը, եւ մենք որոշեցինք, որ այդ կապակցությամբ կներկայացնենք Գագիկ Հարությունյանի լուսանկարների շարքը, որը ամբողջովին ցուցադրվել է 2017 թվականին նկարիչների միությունում գրեթե 10 տարի առաջ, եւ մինչ այսօր այդ ցուցահանդեսի արձագանքը այնքան մեծ է եւ այնքան նամակներ, խնդրանքներ եւ հաղորդագրություններ ենք ստանում կրկնել այդ ցուցադրությունը, ցուցահանդեսի համադրողներ Վիգեն Գալստյանը, եւ ցուցահանդեսը 2017 թվականին նկարիչների միությունում տևեց ընդամենը 2 շաբաթ եւ մենք նույնիսկ բողոքներ ենք ստանում, որ շատ կարճ է ժամանակահատվածը, եւ ելնելով նաեւ այն արձագանքից, որը ունեցավ ցուցահանդեսը ներկայիս սերունդի կողմից, երիտասարդ լուսանկարիչների սկսնակ լուսանկարիչների կողմից, մենք ցանկացանք ցուցադրել այդ 180 աշխատանքը, որոնք որ ներկայացվել է գրեթե 10 տարի առաջ, որը իր մեջ պարունակում է Հայաստանի պատմական բոլոր փուլերը եւ նաեւ ներկայացնում է Հայաստանի հողը, մարդուն, գյուղական էսկիզները, քաղաքը, հին քաղաքը, որպեսզի ամբողջական այսպես համայնապատկեր լինի եւ դրանով իսկ այն հյուրերը, որոնք ժամանում են, կարողանան ամբողջական պատկերացում կազմել։ Իրականում ինձ թվում է, որ իհարկե մասնագիտական համայնքը շատ լավ ճանաչում է Գագիկ Հարությունյանին եւ նրա աշխատանքները, բայց շատերիս համար նոր պիտի բացահայտվի, չէ՞ որ 10 տարի անց նոր սերունդ է գալիս եւ կարծում եմ ըստ արժանվույն երևի թե չի գնահատվել լուսանկարիչը, ինչ կասեք։ Դուք կրկին շատ ճիշտ դիտարկում եք անում, այո, մեզ համար էլ է շատ կարևոր, որովհետև այս 10 տարիների ընթացքում ձևավորվել է եւ մեծացել է մի սերունդ, որը եւս կարիք ունի տեսնել այդ արվեստագետի աշխատանքները, գուցե պայմանավորված է եղել այդ ոչ այդքան ճանաչված լինելը այն փաստով, որ 90-ականների վերջին Գագիկ Հարությունյանը դադարել է զբաղվել լուսանկարչությամբ, ելնելով զուտ տեխնիկական պայմաններից, արվեստանոցի բացակայությունից, նյութական բազայի բացակայությունից, որովհետև անկախությունից հետո յուրաքանչյուր ոլորտի արվեստագետի համար բավականին դժվար դարձավ թե նյութական բազա ստեղծելը եւ թե գոյատևելը, այդ իսկ պատճառով երևի թե մոռացության մատնվեց, բայց ինչպես դուք ասում եք, մասնագիտական ոլորտի ներկայացուցիչները պտտում էին եւ գտնում էին եւ շնորհիվ 2017 թվականի ցուցահանդեսի նոր վերածնունդ ապրեց Գագիկ Հարությունյանի արվեստը եւ ես շատ ուրախ եմ, որ ինքը նաեւ ականատեսը դարձավ եւ տեսավ թե այն աշխատանքը, որ ինքը 70-ականներին, 80-ականներին եւ 90-ականներին էր տարել, ինչպիսի լայն արձագանք ստացավ ներկայիս սերունդի կողմից եւ լուսանկարիչների կողմից եւ ես գրեթե վստահ եմ, որ այն սերունդը, որը ձևավորվել է այս 10 տարիների ընթացքում, վերջի 10 տարիների ընթացքում իր համար եւս բացահայտելու է մի արվեստագետի, մի լուսանկարիչի, որը կարելի է ասել որոշիչ դեր է կատարել հայ գեղարվեստական լուսանկարչության ձևավորման եւ կայացման գործում։ Իսկապես շատ մասշտաբային է համաժողովը, ընդհանրապես համաժողով ասելիս հասկանում ենք, որ դա մեկ լոկալ միջոցառում չէ, այլ միջոցառումների շարք է, դասախոսություններ, ցուցադրություններ, բավականին ընդարձակ ծրագիր է։ Եվ մենք սիրում ենք նման դեպքերում ասել, որ թերևս աննախադեպ է այս տարածաշրջանի համար, բայց եթե դա այդպես է, պիտի այդպես էլ ասվի։ Իսկ ինչ եք կարծում, նման համաժողովը գալու է որ բացերը լրացնելու հենց նույն տարածաշրջանում, լուսանկարչության ասպարեզում։
Իրականում մենք համաժողովի նախաձեռնությամբ ցանկացել ենք այդ բացերից գոնե մի քանիսը ծածկել, որովհետև մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի Հայաստանը դիտարկվի նաև լուսանկարչության ոլորտի հանգրվան, որովհետև մեր հարևան երկրում Վրաստանում դեռևս տարիներ առաջ հետամուտ են եղել լուսանկարչության փառատոնի նախաձեռնելուն եւ իրականացրել են, նաև Վրաստանում գոյություն ունի լուսանկարչության թանգարան, որը մասնագիտացված է հենց տվյալ ոլորտում, եւ իհարկե մեր հավակնությունը նա է, որպեսզի այս համաժողովով մենք ազդարարենք Հայաստանը որպես տարածաշրջանում լուսանկարչության ոլորտի կիզակետ եւ այստեղ ամեն տարի հավաքենք բոլոր այն մասնագետներին, որոնք աշխատում են այդ ոլորտում։ Մյուս կողմից առաջնայնություններից մեկը համաժողովի նախաձեռնության դա Հայաստանը ճանաչելի դարձնել այդ ոլորտի ներկայացուցիչների համար, միևնույն ժամանակ Հայաստանից բացի նաև որպեսզի այդ գրեթե 20-ից ավել մասնագետները օտարազգի, որոնք ժամանելու են, կարողանան իրենց գործընկերների հետ ծանոթանալ, հայ ազգի գործընկերների հետ, որովհետև մեզ համար շատ կարևոր է այս համաժողովի շրջանակում հայ լուսանկարիչներին կամ հայ լուսանկարչության ոլորտի համադրողներին, համակարգողներին, կառավարիչներին նաև ծանոթացնել իրենց օտարազգի գործընկերներին եւ ստեղծել համագործակցության հնարավորություններ։ Մեզանում ցավոք սրտի շատ քիչ է լինում այդպես համագործակցություններ, յուրաքանչյուրը պարփակված է լինում իր գործունեությամբ եւ իր շուրջ ստեղծված դաշտն է խրախուսում կամ գովազդում։ Մենք որպես թանգարան եւ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արդի արվեստի կենտրոն մեզ համար կարևոր է, որպեսզի հայ արտը դառնա այն հարթակը, որտեղ հանդիպում են միջազգային լայն ճանաչում վայելող կառույցները հայաստանյան կառույցների հետ եւ հայ արտում իրենց միջև ստեղծվի համագործակցություն եւ ինչու ոչ Երևանի քաղաքապետարանը նպաստի, օրինակ հաջորդ տարի ֆոտոբազելի շրջանակում Հայաստանի ներկայությանը առանձին տաղավարով։ Իհարկե ես ուզում եի հարցնել, արդյոք ամենամյա կլինի այս համաժողովը եւ բացի այդ իսկ շատ կարևոր բան նշեցիք, որ ստեղծվի համագործակցություն, որովհետեւ մենք ինչպես հայտնի է անհատների ազգ ենք, յուրաքանչյուր ասպարեզում, արվեստի հատկապես, բայց կարևոր է ստեղծել այն համայնքը, որը կհամագործակցի եւ կփոխլրացնի միմյանց։ Իսկ լուսանկարչությունը ամեն դեպքում դա յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, իր անհատականությունը ընդգծող հանգամանքները։ Այնպես որ վստահ եմ ձեզ կհաջողվի ստեղծել նման շատ համագործակցություններ եւ հարցս ամենամյա արդյոք կլինի։ Մենք ձգտում ենք դրան, բայց Բիենալեն, եթե չեմ սխալվում, 2 տարին մեկ անգամ է։ Այո, 2 տարին մեկ անգամ է։ Մեր ցանկությունը շատ մեծ է, բայց ցավոք յուրաքանչյուր մշակութային արվեստային նախաձեռնությունը բախվում է ֆինանսական եւ նաեւ մարդկային ռեսուրսի խնդիրներին, որովհետև այսօր շատ դժվար է նաև գտնել մարդկանց, որոնք հետևողական աշխատում են, չեն հիասթափվում առաջին իսկ խոչընդոտից, ցավոք սրտի պետք է փաստեմ, որ բոլորի համար այսօր առաջնայինը դա ֆինանսական ապահովությունն է, դե ինչը բնական է, եթե կարողանան գտնել բավարար ֆինանսական միջոցներ, մեծագույն սիրով կլինի ամենամյա, այո։ Եվ ինչով է ապրում այսօր կենտրոնը։ Գիտեմ, որ այս նախապատրաստությունը պահանջել է երևի տարիների աշխատանք, եթե ոչ ավել, բայց դա չի նշանակում, որ բոլոր ընթացիկ գործերը կողքի են դրվել եւ թանգարանը պարապուրտի է մատնվել։ Ինչով է ապրում այսօր։
Այսօր Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հայ արտ կենտրոնը սերտ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ բարեկարգում է կենտրոնի տարածքը, շրջակա միջավայրը, ուրախությամբ պետք է ասեմ, որ Երևանի քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ 30 տարի անց վերականգնվել է թանգարանի տանիքը, այսուհետ անձրևները ձյունը խոչընդոտ չեն թանգարանի աշխատանքին, վերականգնվել են նաև բոլոր 5 գլանների առաստաղները, փոխարինվել են պատուհանները, որոնց շնորհիվ հիմա ցերեկային լույսը անխոչնդոտ թափանցում է սրահներ եւ ստեղծում է շատ գողտրիկ միջավայր եւ իհարկե այս շինարարական եւ բարեկարգման աշխատանքներին զուգահեռ մենք նաև բովանդակային աշխատանքներ ենք տանում եւ մայիսի 11-ից մինչ այսօր թանգարանի ողջ տարածքում ընթանում է իսլանդացի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի ժամանակի արտացոլանքը առաջի անհատական ցուցահանդեսը, որը իդեպ առաջինն է նաև տարածաշրջանում եւ մենք շատ ուրախ ենք, որ այս ցուցահանդեսը իրականացվում է Իսլանդիայի կառավարության, Հայաստանի Հանրապետության աջակցությամբ, իդեմս Երևանի քաղաքապետարանի եւ կենտրոն վարչական շրջանի եւ նաեւ Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության պատվոհյուպատոսության շնորհիվ իդեմս պատվոհյուպատոս Լևոն Հայրապետյանի եւ ի ուրախություն մեր արվեստասեր հանրությանը պետք է ասեմ, որ 3 Տիկին Գիսլադոտիրը երկրորդ անգամ ժամանել է Երևան եւ վաղը ներկա կգտնվի անձամբ փակման արարողությանը օգոստոսի 7-ին ժամը 7-ին բոլորին սիրով սպասում ենք հայ արտ կենտրոնում, բայց մեկ ուրախալի լուր նաև Տիկին Գիսլադոտիրը մենակ չի ժամանել Երևան, այլ առաջի անգամ Հայաստան է ժամանել նաև Իսլանդիայի հանրային հեռուստաընկերության օպերատորը, որը պետք է Հայաստանում նկարահանումներ կատարի հայաստանյան ցուցահանդեսի շուրջ եւ այդ ֆիլմը պետք է ցուցադրվի Իսլանդիայում, թե ինչպես է ընթացել Տիկին Գիսլադոտիրի ցուցադրությունը Հայաստանում եւ տարածաշրջանում, բացի դրանից կարծում եմ մեր քաղաքացիներից եւ համաքաղաքացիներից շատերը տեսել են, որ հայ արտի ազատագրված գլանների ներքևում գտնվում են արվեստի մեծադիր օբյեկտներ, Իսկ մուտքի մոտ փայլուն այսպես երեք ինչպես չգիտեմ ինչպես անվանել երեք կոտանանի, այո, դա էլ մաս է կազմում այո, շատ ճիշտ է, դա անմիջական ժամանակի հայելին խորագիրը կրող աշխատանքն է Տիկին Գիսլադոտիրի, որը տեղադրվել է գլխավոր մուտքի առջև, այսինքն տանելու է ետ ոչ, դրանք նվիրաբերվել են Երևան քաղաքին, որովհետև անցնելիս արդեն դժվար է պատկերացնել առանց այդ բովանդակության եւ կարծես մեր քաղաքի մասն են կազմում արդեն Շատ շնորհակալ եմ այս դիտարկման համար, շատ ոգևորող է, որ արդեն ընդունվել է այդ փաստը եւ շատերը կանգ են առնում այդտեղ լուսանկարվում են, որովհետեւ այդ թիթեղի մեջ արտացոլվում է եւ թանգարանի շենքը եւ քաղաքը։ Շնորհակալություն որ մեզ ներկայացրեցիք ձեր ընթացիկ եւ սպասվելիք անելիքները, մեծ մասշտաբային միջոցառումները, ես վստահ եմ, որ այս տեղեկատվական մեր այսօրվա հանդիպումը իր արդյունքը կտա, մարդիկ հանրությունը կգան, կմասնակցեն եւ կդառնան մասնիկը այդ հետաքրքիր նախաձեռնության։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ սեպտեմբերի 22-ից 27-ը Երևանը դառնալու է համաշխարհային լուսանկարչության արվեստի կենտրոն։ Իսկ այսօր հյուրընկալել էինք Հայ արտ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր, մշակույթների երկխոսության կազմակերպության հիմնադիր նախագահ Սոննա Հարությունյանին։